անչափասն ինչ եք տալիս։ Ես կարելի ձեզ ասել շնորհակալ բոլորի արտադրողների անունից։ Ինձ մի ասեք, որտեղ իրականում հայացքը Մի հատ բան ասեմ, ունեմ բացել։ Պապայի կողմից տապշեցի, եմ հաջորդել Մեջը պտիչկա։ Այո, ուխտ եմ արել, շիշիրում ամուսնանամ, ու նոր եմ իմացել, որ ես արմակմից ինչ հաճել է ոյ փշակաղություն։ Ես երթում եմ, այնքան եմ Արցախը սիրել, չեմ հատկացի ինչ եմ սիրում, բայց այդունը Որտեղ մեր սիրտն է, դրա համար սիրում եք իրականում։ երթում եմ, Առանց սիրտ ապրելն է շատ այնքան եմ դժվար։ հետևում ձեր հեռախոսուհուր եմ։ Իմ հետ։ Գտակ ձների միջից։ Հա, ոյ աստված իմ հեռախոսը օրակարգ էր թելադրում։ Հեռախոսի համար ես էլ եմ մտածում ձնակների։ Ես եմ շնորհակալ։ Ինչպես եք։ Այս ամենակարևորն է։ Մենք էլ ձեզանից վարակված։ Երթում եմ ձեր նման կաղայի։ Ոնց դի ծիճկա։ Դրելա։ Ինքը դրել է, դե իմ տեղն էլ դի։ Ապտիմոն թե։ Հեռախոսի համար ենք գրում։ Անայշան կասեք, Սիրով։ դուք ինչ չեք վստահում ներկայիս իշխանությունների։ Շատ սխալ մարդու եք հարցնում եք։ Շատ եք հարցազրույցներ տվել, պատասխանել, բայց քանի որ հիմա այս նախաձեռնությունն է մեկ անգամ եւս Նախ կարծում եմ այն որ Սրբազան հոր կողքին եմ եղել առաջին օրվանից ու մինչև հիմա նույնիսկ հիմա չեմ հասնում Սրբազան հորից ներողություն եմ խնդրում երբեմն չեմ հասնում գնամ իրան տեսակցություն բայց վստահ եմ երբ որ շատ ավելի ակտիվ փուլով լինեն իր կողքին կլինեմ որտեվ ես ամենասկզբից էլ ասել եմ իմ հավատը դեպի իրեն եղել է կա ու դեռ կլինի վստահ եմ շատ երկար տարիներ որովհետեւ նայեք նույնիսկ հիմիկվա կատարվող այս խաժամուժա վիճակը նույնիսկ ընդդիմադիրների արանքում նույնիսկ դա է ապացուցում որ այս մարդու մաքրությունը վերևում է մնում շատ ավելի վերևում ու ես իսկապես այնքան ուրախ եմ որ ընտրությունս իր վրա է կանգնած եղել ու իր կողքին եմ եղել կանգնած բայց այս չեմ կապում իր հետ որովհետև չի վստահում բոլորը հիմա ում էլ կալնեք հարցեք միգուցե ամաչվեն կամերաներից մոտենան ինչին վստահ եմ որ խաղաղության պայմանագիր ենք կնքում, որտեղ որ փող զիջումների կարծես թե մասին է խոսվում, բայց մենք ենք անդադար զիջում, ինչին վստահ եմ, որ այդպես էլ ես չտեսա 44 օրյա պատերազմի զոհերի հստակ ոչ թիվը, ոչ էլ անունների ցուցակը, վստահ եմ, որ կասկածի տակ են դնում Եղեռնի զոհերի թե հիշատակը, թե ընդհանրապես այդ կատարված ցեղասպանությունը, ինչին վստահ եմ, որ օրինակ մի օրինակ ասեք, այս ինչին վստահ, ոչինչին չեմ վստահում, չեմ վստահում, ասեմ ինչի, որովհետև իրենք այնքան ճղճիմ են վերաբերվում մարդկանց հետ, ովքեր սիրում են հայրենիքը, որ իսկապես վստահության իմ մոտ ամենայն դեպս ոչ մի նշույլ չեն թողնում։ Խաղաղության պայմանագրի մասին խոսեցիք նշելով, որ չակերտավոր խաղաղության պայմանագրի ազգային ժողովի նախագահը նշում է, ես զարմանում եմ, թե մարդիկ այդ փաստաթուղթը չեն տեսել, չգիտեն ինչի մասին է, ինչի դեմ են կռվում։ Ցույց տվեք, տեսնենք։ Ցույց տվեք, մենք էլ համոզվենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տեսել ենք։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթերից կետերի մեջ վստահ նշված էր, որ 120,000 արցախցի պետք է ապրի իր հողում։ Նշված էր, չէ՞։ Այդ տեսել ենք։ Ուրա ձեր ստորագրած պայմանագիրը, ինչ արեցիք դուք Արցախի հետ։ Ինչ արեցիք, ու ես գիտեք այդ մասին խոսելուց ամենաբարձրն եմ գոռում միշտ։ Ինչի որտեվ ես այդ մարդկանց օգնողներից մեկն եմ եղել, իհարկե իմ հայացքի շնորհիվ, բայց իմ համար ես այնքան բան եմ տեսել այդ օրերին։ Ու միջև հիմա էլ այդ մարդիկ այնպիսի վիճակում են, որ եկեք լռենք էլի հաստատղթերից, ձեր գրածից, ձեր արածից ու ձեր այն որ տեսնելուց ու մեր չտեսնելուց տեսել ենք, ամեն ինչ տեսել ենք 44 օրյա պատերազմ ենք տեսել ի տարբերություն ձեզ մենք գնում ենք եռաբլուր տեսնում ենք զոհված հերոսների ընտանիքներին մայրերի աչքերի մեջ ենք կարողանում նայել ու չգիտենք մենք էլ չգիտենք ինչ ասել բայց ի տարբերություն ձեզ գոնե հաճախ գնում ենք եւ այդ դրոշներն ենք տեսնում ի տարբերություն ձեզ տեսնում ենք եռաբլուրի մեծանալը ի տարբերություն ձեզ տեսել ենք իրանցի պատը ի տարբերություն ձեզ այդ ամեն ինչը տեսնում ենք ինչա նշանակում չեք տեսնում պայմանագրի կետերը բայց ցույց տվեք եթե մի րոպե մի բանը համաձայնեցված է օրերից մի օր պիտի ցույց տան չէ բա համաձայնեցված է ցույց տվեք ինչն է մնացել ինչն է խնդրեմը ցույց տվեք մենք էլ իմանանք այդ ինչ երկու կետեր վերջում որ տենց արագի մեջ ինչ որ սենց վրազ ստորագրեցիք ու մենք էլ տենց էլ չիմացանք այդ ինչ երկու կետի մասն էր խոսքը ու ինչի է միշտ ինչ որ ստորագրվում է մեզի վնաս հայերիս
Տենց եկեք ուղղակի տայինք իրանց ամբողջ այդ կարճն այս տվել ենք էլի։ Ամեն անգամ դա ասում եմ ու հասկանում եմ որ տվել ենք։ Վերջին երկու կետերը համենայն դեպս բացահայտված են, այսպես ասած, ի տարբերություն նախորդ 15 կետերի։ Մեկը վերաբերում է միջազգային ատյաններում հայցերի հետ քաշումից միմյանց դեմ ներկայացված Շատ վատ է։ սահմանի Իսկ ով է իրանց թույլ տվել ներողություն էլի, ով է թույլ տվել իրանց իմ փոխարեն, իմ զավակների, իմ պապերի կամ իմ հայրերի փոխարեն որոշում կայացնել վերցնել այն հետ, ինչը որ իրանք իրավունք չունեն վերցնելու, այդ ձեր հերն ամենակ տվել էդի, կամ ձեր եղբայրներն ու քույրերն են միայն զոհվել պատերազմներում, կամ այդ բերեցիք այդ նույն ես գիտեք ինչու եմ ցավում ամենաշատը որ այդ նույն Ռոմի ստատուտը եւ մնացած ամեն ինչ որ բերեցին այստեղ սկսեցին վավերականացնել ասել որ պիտի անպայման լինի տենց էլ մեր ազգը այնքան կրթվածություն չունեցա որպեսզի իրականում այսօր հարց տասի բայց Ռոմի ստատուտը բերեցի ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ասեմ ավելի շատ քիչ եմ մտնում հետաքրքրվում բայց իմ հայրենիքին վերաբերող հարց է ես այսօր ինձ հետաքրքիր է Ռոմի ստատուտը վավերացրեցիք ինչի համար վավերացրեցիք որ Ալիևի դեմ ներկայացնեք ուրա մի հայ ցույց կտա կարող է ես տեղյակ չեմ այդ հայտերի մասին չկա ոչ մի հայ դրա հետ կապված բա ի՞նչ համար վերեցիք ինչի համար որ պտիչկա դնեք որ այ տենց պտիչկայով էլ ներողություն իշխանություն եք պտիչկայով իշխանություն եք պտիչկայով ասֆալտը փռում եք պտիչկայով ընտրություններ անում եք պտիչկայով ձեր մարդկանց դնում եք պտիչկայով էլ մեզ հանում եք այնտեղից որտեղից որ մենք բարեգործություն ենք ես դա չեմ ներել օրինակ գիտեք ինչ որտեվ դա ինձ չեն հանել հանեցին բոլոր են զոհված հերոսների երեխաներին ովքեր որ ում համար որ այդ նվերները հավաքվում են ես գիտեք իսկապես ես մտածում եմ դե չեն իջնելու այդ աստիճան օքեյ ես կարամ ունենամ իմ դիրքորոշումը ընդդիմադիր չընդդիմադիր կապ չունի քաղաքացիական դիրքորոշում ունեմ ու դա նորմալ է վախեցեք նրանցից ովքեր չունեն Շնորհակալություն Անայսա